20-րդ դարի երկրորդ կեսին սովետական Հայաստանում հանքարդյունաբերությունը նոր թափ է ստանում։ Օրըստօրե աճում են արտադրության ծավալները։ Կառավարության որոշմամբ հիմնվում են բանվորական ավաններ, որոնց բնակչությունը ամբողջությամբ ընդգրկված էր արդյունաբերության մեջ։ Նախքան քաջարանի զարգացումը մինչև 1960-70-ական թվականները Կապանի ենթաշրջանում արդյունաբերության կենտրոնը Կավարտն էր։ 1973 թվականին շահագործման է հանձնվում կոմբինատի նոր շենքը, որին միավորվում են Լենինյան հանքերի խումբը եւ միասին կոչվում Լենինի անվան հանք։ Շենքի բակում կանգնեցված էր պրոլետարիատի առաջնորդի կիսանդրին, բայց 88-ի շարժման սկսվելուց հետո Լենինի արձանը հանվեց եւ փոխարենը կանգնեցվեց Արամ Մանուկյանի կիսանդրին, որը արդեն չգործող կոմբինատի բակում պահպանվում է մինչև այսօր։ Կավարտը բանվորական ավան է դարձել 1942 թվականից, բայց այն մեր հնամենի ու պատմական գյուղերից մեկն է։ Կավարտը հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի կողմից Տաթևի վանքի 13-րդ դարի հարկացուցակում, Բաղկաճանան գավառում։ Գյուղը գրանցված է նաև Տաթևի արքեպիսկոպոսական Քեոթուկ մատյանում։ Իմ կարծիքով, եթե գյուղերի, լավագույն գյուղերի, այսպես առաջնություն լիներ, Կավարտը կլիներ դրանցից մեկը։ Իր պատմության անհատներով, պատմության տարբեր ժամանակներում իր դերակատարությամբ, այն որ Կավարտը հնագույն գյուղերից մեկն է, վկայում է այն, որ Կավարտում ժամանակին գտնվել են պղնձի աշխատանքային գործիքներ, բրոնզի աշխատանքային գործիքներ, նետեր, նիզակներ, ծայրակալներ, զենքի տարբեր տեսակներ եւ վերջապես ես ստույգ ժամանակը չեմ կարող ասել, ուսումնասիրողները գրում են աղբյուրներ կան, որ Կավարտի տարածքում մեր թվարկությունից առաջ կամ ինչպես ասում են Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի սկզբների հանքախորշեր են եղել, նման հանքախորշեր մեր շրջանում հայտնաբերվել են Կավարտում, Շիկաղում, Քաջարանում, այսինքն որտեղ եղել են պղնձի հանքաշերտեր։ Կավարտի վերաբերյալ գիրք է գրված, Կավարտի 1200-ամյա ղողանջները։ Կարծում եմ, որոնք ոմանք գտնում են, որ գյուղի պատմությունը բավական իբր արհեստականորեն գյուղի պատմությունը ավելի հին են դարձրել, ընդհակառակը, եթե ուզում եք իմանալ, Կավարտը ավելին է, քան 1200-ամյա, որովհետև այդ գյուղի տարածքում հայտնաբերված միայն հնագիտական արժեքները բավական են ասելու, որ գյուղը կարգին գյուղ է եղել։ Կավարտ անվանումը որևէ հստակ ստուգաբանում չունի։ Շատերը տրամաբանելով կավ արմատը կապում են կավահողերի հետ, որոնք առատ են բնակավայրի շրջակայքում։ Գյուղը հիմնադրման ժամանակներից, այսինքն 8-ից 9-րդ դարերից սկսած զբաղվել է պղնձի մշակմամբ։ Կավարտի ողջ պատմությունը կապված է այդ գունավոր մետաղի հետ, որը միաժամանակ եւ բնակավայրի հարստությունն էր եւ դժբախտության պատճառը։ Կավարտում պղնձի խոշորաքանակ արտադրության եւ արտահանման առաջին դեպքը վերագրվում է Դավիթ Բեկի եւ Մխիթար Սպարապետի ժամանակներին։ 18-րդ դարի առաջին կեսին գյուղում զարգացած է եղել զինագործությունը։ Կարծիք կա, որ Հայաստանում առաջին պղնձե հրանոթը Պատրավարտի ձուլարաններից մեկում, այն ժամանակների խոշոր հանքատեր Պղինձ Արթինի հրամանով։ Հատկապես Կավարտը ուշադրության արժանացավ առաջին պղնձի հանքավայրերը ուսումնասիրողների կողմից, Աբիխը, մյուսները, Ռոզովը, հետո եկան, դուք գիտեք, որ եկան հույները, հետո եկան ֆրանսիացիները, հետո հայ կապիտալը մուտք գործեց։ Արժե հիշատակել, որ Կավարտում է գործել խոշորագույն հանքարդյունաբերող Ալեքսանդր Մելիք Ազարյանը, որը Կավարտի տարածքից հանքաքարը տեղափոխում էր Սյունիք գործարան, Սյունիք պղնձաձորան, գիտեք տեղը, սովխոզի տարածքում այդ հուշարձանը մտցվել է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը։ Խոսքը Ալեքսանդր Մելիք Ազարյանի ձուլարանի մասին է։ Դա եւս Կավարտի հետ կապ ունի, դրա համար այդ անունը արհեստականորեն չենք ներկայացնում որպես ձուլարան։ Կավարտի պղնձահանքերը տարածված են Սայաթ լեռան հարավ-արևելյան ստորոտում։ Սայաթը գյուղի դիցական լեռն է։ Կավարտեցիները ժայռն անվանում են նաև կրկորաքար։ Կրկորաքարը այնտեղ միևնույն ժամանակ ճկնող է եղել։ Քարանձավային տիպով ինչ-որ բան կա, մի հատ մեջքից կորացած մարդ ամեն առավոտ գնում էր այնտեղ ճկնում էր մեջը երեկո ու գալիս։ Նա անունը վել կոչվել է կրկորաքար։ Ու հիմա էլ ես 74 տարի կրկորաքարը տեղից չի շարժվել, նույնն է
Սայաթ լեռան մոտակայքում նախկինում տարածված էր Բաշքենտ գյուղը, որի կյանքը սկսվեց եւ ավարտվեց հանքարդյունաբերությամբ։ 1846 թվականին Տրապիզոնից եկած մետաղագործ եղբայրներ Կոնդուրովները Արևմտյան Հայաստանից հրավիրում են 128 հույն բանվորների։ 2 տարի անց Կավարտից 2 կիլոմետր հեռավորության վրա նրանց համար նախագծվում են առանձնատներ։ Ինչպես կռահեցիք, դա Բաշքենտի տարածքն էր։ 1854 թվականին նորաստեղծ գյուղում կառուցվում է հունական եկեղեցի, որին վիճակված էր տարիներ անց դառնալու Բաշքենտի մասին հիշեցնող միակ իրեղեն ապացույցը։ 73 տարվա բնակությունից հետո հույները արտագաղթեցին։ Մի քանի տարի անց Կավարտից Բաշքենտ տեղափոխվեց 20 հայկական ընտանիք, ու գյուղում կյանքը բնականon հունի մեջ մտավ, մինչև 1957 թվականի դժբախտ պատահարը, որից հետո գյուղը դատարկվեց։ Բոլոր կառույցները քանդվեցին, կանգուն մնաց միայն հունական եկեղեցին։ Այժմ ոչ մի մարդ չի բնակվում, նրա պատճառով առաջին հերթին, որ հանքերը աշխատել են ու հանքափորները, ասենք, տակը փուչ է, ասենք, հողերի տակը բոլորը հանքեր են, նստվածքներ են տալիս, այստեղ դաժե մի ժամանակ դեպք ա եղել, որ մի կին խորտակվել է քարերի հետ, ասենք, նստվածք ա տվել ու գնացել է հանքի մեջ, նրա դին այնտեղից են ճարել։ Մեզ հասած տվյալների համաձայն Բաշքենտ գյուղում է ծնվել նաև Ֆրանսիայի պրեզիդենտ մի ժամանակվա Շարլ դե Գոլը։ Բաշքենտ գյուղը խորը կապված էր եկեղեցու հետ, այստեղ նաև մենք ահագին խողովակներ են գտել, կավե խողովակներ, ասենց կարճ մոտարապես 50-60 սանտիմանոց իրար հակվող։ Բաշքենտ գյուղից այստեղ ըստ պատմությունների մեկը ասում է ջուր էր գալիս եկեղեցին, մեկը ասում էր կովերի կաթն էին ուղարկում այստեղ եւ մշակում։ Ասեմ ձեզ նաև, որ այդ կավե խողովակները արտադրում էին մեր հին Կավարտ բանավանում, այնտեղ մեր մեծերը դաժե կարողանում են տեղը ցույց տալ այդ զավոդի, դեղ ձորի մեջ ջուր կար եւ այդ կավահող կա ահագին, այդ խողովակները տեղ էին սարքում։ Կաթոլիկական աղոթատեղին ժամանակին հույներից բացի ծառայել է նաև ֆրանսիացիներին։ Լքված եկեղեցին իսկապես գեղեցիկ է անգամ կիսավեր վիճակում։ Աղոթատունը 2 գմբեթ ունի, ետնապատը օվալաձև է։ Եկեղեցու մուտքից մինչև խորան 3 քանդակազարդ սյունաշար է ձգվում։ Պատերին մոմավառության համար հարմարեցված խուցեր են։ Սրանք շատ նման են առաքելական եկեղեցիների մկրտության ավազանին։ Միգուցե եկեղեցու գործունեության տարիներին դրանք հենց այդ նպատակին են ծառայել։ Եվ վերջին ժամանակներում հավատատեղի այցելած մարդիկ են անցքերն օգտագործել մոմ վառելու համար։ Եկեղեցու շրջակայքում հսկա ընկուզենիներ են։ Տեղացիներն ասում են, որ դրանք հասակակից են հնամենի կառույցին։ Իսկապես այդ հրաշալի տեսարանը դիտելու համար արժե ռիսկի դիմելով հասնել Բաշքենտ։ Կավարտի տարածքում գտնվող հաջորդ 5 գյուղատեղին անտիկ Ղաթարն է։ Տեղակայված է մարզկենտրոնից 4 կիլոմետր հյուսիս, Լեռնալանջի հարթության վրա։ Վարկած կա, որ սա Օրբելյանի հիշատակած կատարն է կամ Սուրբ Կատարին։ Ղաթար անունը թուրքական է։ Տեղի մեծահասակները անվանումը հայերեն թարգմանում են որպես հարթ վայր։ Հենց բնակավայրի հարթ դաշտերն էլ գրավել են թուրք խաշնարած ցեղերին։ Ղաթարի համար մղված պայքարը երկար էր ու արյունալի։ Կավարտը նշանակալից դեր է խաղացել հայ-թաթարական բախումների ժամանակ։ Դուք գիտեք, նրա դիմաց գտնվում էր Ղաթար թուրքական գյուղը։ 6 թվականի օգոստոսի 11-ին փորձարվեց հարձակվել Կավարտի վրա։ Մի հետաքրքիր վկայություն կա, իհարկե դա գրավոր խոսքի բան է, բայց հավատարիմ բարեկամության Ղաթարից մի ծերունի կարողանում է կավարտիներին հասցնել, որ նախապատրաստում է հարձակում եւ իրոք պիտի հարձակվեին, որովհետեւ Ղաթարի այդ ամբողջ հարթության վրա հավաքված էին թարաքյամաները, դրանք չձուլված, դեռևս թուրքերի հետ չձուլված, թուրքմենական շատ ռազմատենչ ցեղերն են եւ ջամբեզարները, դե ջամբեզարներն էլ գիտեք, այդ նույն մեր ֆիդային է, ոնց որ նրանց մահապարտներն են, եկել էին հարձակվելու եւ շնորհիվ Սեբաստացի Մուրադի ռազմական գործողությունների կարողացան փրկել Կավարտը։ Ղաթարը իհարկե Ղաթարում շատ դաժան բաներ եղան, բայց այդ ռազմական գործողությունների հետևանքով փրկվեց Կավարտը 1906 թվականին թուրքերի վիրիժառությունից, որտեղ նրանք պարտություն են կրել Բեխի մատույցներում։ Շատերի կարծիքով կատարը ծնունդ է առել հին Ղաթարից։ 1970 թվականին Ղաթար գյուղում բնակվում էր 200 ընտանիք։
Ներկայումս գյուղի տարածքում պահպանվել է միայն Սուրբ Գևորգ եկեղեցին։ Կառույցի վիճակը հուսադրող չէ։ Տանիքը փլուզման եզրին է։ Ղաթարում մեծ հողատարածք ձեռք բերած Քարամյանների ընտանիքը մինչև Ղարաբաղյան պատերազմի սկսելը փորձեց ինքնուրույն նորոգել Սուրբ Գևորգը։ Բայց կառավարությունից հայտնեցին, որ եկեղեցին նորոգելիս արգելվում է ինքնագործունեությամբ զբաղվելը եւ աշխատանքները դադարեցվեցին։ Այլևս ոչ պետության եւ ոչ էլ բարերարների կողմից կոթողը բարեկարգելու փորձեր չեղան։ Սուրբ Գևորգ էր կոչվում նաև 5 ավարտի տարածքում 1303 թվականին կառուցված եկեղեցին։ Այս եկեղեցու անունը ամուր թելերով կապված է Լեռնահայաստանի արծվի Գարեգին Նրդեհի անվան հետ։ 1920 թվականի օգոստոսի 25-ին ազգային ազատագրական գործիչը Կավարտում հռչակվեց սպարապետ։ Նրդեհի նստավայրը Կավարտի հանքերն էին։ Սպարապետի այցելությունը գյուղացիների համար բավական էր, որ մի ողջ կյանք հիշեն ու սերնդեսերունդ փոխանցեն նվիրական հայի մասին հուշերը։ Ինքես ռուս պատմում եմ, որ գալիս է ինքը խմեց ցանցանը առնում, ռուսում ամաները տամ սալդատների։ Մասսասը, սիրում է ժողովրդը, մասսասիրական մասը։ Կավարտեցիները քաջաբար էին կռվում Նրդեհի զորքում։ Նրա վարշտապետերից մեկը Աղալո Պողոսյանն էր, ով Կավարտի պատմության հիշարժան անհատներից մեկն է։ Պատմաբան Գայանե Ալավերդյանը մեծապես կարևորում է Կապան քաղաքի ու Կավարտ գյուղի դերը 1918-ից 21 թվականների հայոց պետականության համար ճակատագրական ու բեկումնային տարիներին։ 1919 թվականի երկրորդ կեսին նա եկավ այս տարածաշրջան։ Տարածաշրջանը բավականին վտանգված վիճակում էր, որտեղ 4 կողմից թուրք-թաթարական ուժերը շրջապատել էին երկրամասը եւ Զանգեզուրը լինելով ստրատեգիական առումով չափազանց կարևոր դեր ունեցող երկրամաս, կարևոր էր նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Ուստի պաշտպանել Զանգեզուրը նշանակում էր սատար կանգնել Հայաստանի Հանրապետության արարատյան կառավարությանը։ Նժդեհը այստեղ գալով հաստատվում է Ղափանի հանքեր, որը նախկինում Ղաթարի հանքեր էր կոչում, դա նույն Կավարտ բանավանն է այդ հանքերում եւ առաջին իսկ գործը, որ կատարում են ռազմական ամրացված ճամբարներ է ստեղծում, այսպես ասած պաշտպանական ամրություններ է ստեղծում եւ կոչում նշանավոր քաղաքական գործիչների անուններով՝ Խեչոյաբերդ, Քրիստափորաբերդ, Ռոստոմաբերդ։ Այստեղ նրան մեծ աջակցություն են ցույց տալիս կավարտեցիները, կավարտի գյուղացիները եւ հուշերում եւ տարբեր մարդկանց գրառումներում դա ակնհայտ երևում է եւ Նժդեհը հասկանում է, որ պաշտպանելով Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության ճակատագիրն է, դրանով նաեւ պաշտպանում։ Մինչեւ բոլշևիկների պաշտպանությունը կար նաեւ առաջի փուլը պայքարի։ Դա թուրք-թաթարական ուրեմն հրոսակներից Զանգեզուրը պաշտպանելն էր եւ առաջին հերթին դա ողջի օպերացիան էր, երբ որ առաջին անգամ ողջի ձորի բնակավայրերը ազատագրելուց Նժդեհի ցուցումով այդ Ղափանյան հանքերից, Կավարտի այդ հանքերից հատուկ պայթուցիկ տակառներ են պատրաստվում, այստեղ վկայում են, որ մեծ մասամբ օգնել են նաեւ Կավարտի գյուղացիները եւ այդ տակառները, որոնք օգտագործվեցին ողջի ձորը ազատագրելու համար, մեծ խոճապ են առաջացնում հակառակորդի մեջ եւ մեծ չափով նպաստում նրա հաղթանակին։ Եվ 1920 թվականի գարնանը 34 տարեկան Նժդեհը կրում էր գնդապետի ուսադիրներ, ուներ հերոսի մեծ փառք եւ ադրբեջանական կառավարության կողմից գնահատված 3 միլիոն գլուխ, 3 միլիոնանոց գլուխ։ Եվ նրա անունը լեգենդ էր դարձել, կենթանի լեգենդ այս լեռներում։ Մենք սյունեցիներս Նժդեհի գաղափարների ու հայրենասիրական ոգու ժառանգներն ենք, ինչը ապացուցել ենք 88-ից 94 թվականների ընթացքում։ Ի վերջո Կապանն այն դարբնոցն է, որտեղ Գարեգին Նժդեհը կոփվեց որպես սպարապետ եւ Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար, հպարտ նշում է Գայանե Ալավերդյանը։ Սեպտեմբերի 3-ին, երբ որ իրավիճակը օրահասական դարձավ, նա թողեց Ղափանի հանքերը, այսինքն Կավարտի հանքերը եւ հեռացավ դեպի Խուստուփ, եւ այստեղից իր խուստուփյան կոչերը տվեց ժողովրդին, հիշեք այդպիսին պատկերավոր խոսքեր ասում է կապանցիներ դուք իմ փեշից բռնեք, ես էլ Խուստուփի վրա կանգնեմ Աստծո փեշից բռնեմ եւ արազատենք այս տարածաշրջանը, հետեւաբար ինձ թվում է հենց նրա հերոսամարտի օջախը, կենտրոնը դա Կապանն էր,
կապանցիներն էին նրա ուրեմն ուստվողը, նրա զինակիցները եւ այն հասարակ գյուղացին, Զանգեզուրի գյուղացին, ով տեսել է, ով կռվել է եւ օգնել է իր հերոսին, Նժդեհին, այս տարածաշրջանը պահելու, զերծ պահելու համաշխարհային հեղափոխության շղթայից։ Ցավոք սրտի տարածաշրջանը պաշարած խորհրդայնացման ալիքը ի վերջո ծածկեց Սյունիքը, ըստ այդմ նաև Կավարտը, դրական տեղաշարժից բացի իր հետ բերելով նաև մշակութային կորուստ։ 1960-ական թվականներից Կավարտի տարածքում բաց հանք գործածվեց։ Խորհրդային միությունը նախապատվություն տալով ռազմավարական նշանակություն ունեցող պղնձին քարուքանդ արեց պատմական գյուղն ու հռչակավոր Սուրբ Գևորգը։ Եկեղեցու հետ մեկտեղ վերացան նաև դրա բակում թաղված հայ-թաթարական բախումների ժամանակ հերոսացած Շիկահողցի Պապի Այվազյանի եւ Աղալո Պողոսյանի շիրիմները։ Իսկ գյուղի բնակչությունը տեղափոխվեց 2 կիլոմետր հյուսիս-արևմուտք եւ նոր գյուղատեղ հիմնեց։ Այդպես Կավարտը թևակողեց իր պատմության նոր փուլը։